Այսօր դե ամենասկզբից խոստացել էինք, որ անպայման մշակութային է լինելու մեր եթերը, բայց դե նաև կա մի ուղղություն, որին որ չենք կարող ուղղակիորեն չանդրադառնալ, շատ արագ է որ ես եմ խոսում, տարին սկսվել է, Եվ պետք է իմանանք, որ տարվա ընթացքում սպասելիքներ ունենք։ Այո, որ ոլորտի մասին է խոսքը։ Տեխնոլոգիաների։ Այո, իհարկե։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտի ծրագրերի եւ միջոցառումների մասին ենք խոսելու, որոնք սպասվում են 2025 թվականին։ Տարին այո, դրա համար է ասում, սկսվել է եւ արդեն սահմանվել են այն անելիքները։ Նույնիսկ օրենքի մեջ փոփոխություններ կան, կարճ ասած ավելի մանրամասն կզրուցենք մեր հետ, ովքեր որ մեր տաղավարում են, իսկ մեր տաղավարում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Գիբարյանը, բարի լույս, եւ նույն նախարարության մամուլի քարտուղար արդեն Կարինե Տերտերյանը, բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել, տարին շատ հագեցած է, երեք երբ որ այսպես անի հետ ծանոթանում ենք ծրագրերին, միջոցառումներին, բավականին հագեցած է։ Ինչն է պատճառը, որ 2025-ը այսպես ավելի մեծ ուշադրություն եղավ դեպի հենց այս ոլորտ։ Նախ շնորհակալ ենք Առավոտ լուսոյի թիմին պարբերաբար համագործակցելու բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ օգնելու հանրայնացնել մեր ծրագրերը, նաեւ մեր գործունեությունը։ Դե բոլորիս հայտնի է, որ բոլոր ոլորտների մեջ տեխնոլոգիական ոլորտը կարծես ներմուծված է եւ տնտեսության շարժիչ ուժը հենց այս ոլորտն է, տեխնոլոգիական ոլորտն է։ Դե հենց այդ պատճառով էլ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը եւ ծրագրերի եւ օրենսդրության մշակմամբ փորձում է նպաստել տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը, փորձում է ստեղծել տեխնոլոգիական էկոմիջավայր, որպիսի այ մնացած բոլոր ոլորտները կարողանան իրենց գործունեությունը ծավալել հանգիստ եւ ավելի սահուն տեխնոլոգիաների հենց միջոցով։ Եվ ինչ ենք սպասում առաջիկայում այս տարվա ծրագրերի մեջ, որովհետև բավականին հագեցած է, որի վրա է հիմնական շեշտադրումը դրված ծրագրերից։ Շնորհակալություն։ Թույլ տվեք մենք էլ շնորհավորենք Չարենցի ծննդյան օրը, բոլորի շնորհավորենք եւ անցնելով տեխնոլոգիաներին նշեմ, որ այս տարի բավականին մեծ ընդգրկում ունեցող ծրագրեր ունենք։ Առաջին հերթին կուզեմ խոսել այն օրենքի մասին, որ դուք հիշատակեցիք, դա բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքն է, որը արդեն հունվարից իր ուժի մեջ է եւ գործում է, որով նախատեսում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններին պետական աջակցություն մի քանի ուղղություններով։ Նոր աշխատատեղերի ստեղծման, այսինքն նոր աշխատողների ոլորտ նոր աշխատողների մուտք գործման պարագայում, վերապատրաստումների պարագայում եւ աշխատանքային միգրանտներ ընդունելու պարագայում։ Ահա այս երեքի գծով ունենք պետական աջակցություն համապատասխանաբար 60% եւ 50% եկամտահարկի հաշվարկով։ Եվ նաև մեկ այլ օրենքի փոփոխությունների արդյունքում ունենք հետևյալ կարգավորումը, որ R&D-ով զբաղվող, այսինքն գիտահետազոտական աշխատանքներով զբաղվող թիմերը կստանան կրկին կիչեցվի եկամտային հարկի շեմը 10%-ի չափով։ Այս կարգավորումները արդեն ուժի մեջ են եւ մեր կազմակերպությունները եռամսյակի ավարտից հետո արդեն կկարողանան դիմել ստանալու պետական աջակցություն։ Գալով արդեն կոնկրետ ծրագրերին, այս օրենքից բխող նաև կարողանում ենք որոշակի նոր ծրագրեր սահմանենք։ Այո, եւ նաեւ եւս մի կարեւոր ուղղություն, որ նախարարությունը մեծ ջանք է գործադրում, դա բարձր տեխնոլոգիաների ոլորտի ծրագրերի, ռազմավարական ծրագրերի մշակումն է, որը անցյալ տարվանից սկսվել է եւ այս տարվա վերջին մենք կավարտենք, սա ռազմավարություն է մի քանի տարիների կտրվածքով, որտեղ ամրագրվելու է այն ուղղությունները, որտեղ Հայաստանը կարող է մրցունակ լինել եւ պետք է մեծ ջանքեր եւ ներուժներ դնել, հաշվի առնելով եւ ավանդույթները, եւ փորձը, եւ ունեցած ներուժը, այս առումով մենք ակտիվ աշխատում ենք ռազմավարական ծրագրերի մշակման վրա։ Իսկ 25 թվականի համար պետք է ասենք, որ ունենք արդեն հաստատված ծրագիր, դուք նշեցիք մասնագետների պատրաստման ծրագրերը, դա բուհմասնավոր համագործակցության ծրագրերն է, որի շրջանակում մենք նախատեսում ենք Հայաստանի 7 մարզերում իրականացնել մասսայական ուսուցման դասընթացներ։ Մենք երևի անցյալ տարի խոսել ենք այդ մասին, որ 3 մարզում
իրականացնում էինք Սյունիքի, Վայոց-Ձորի եւ Գեղարքունիքի մարզում եւ բավականին տպավորիչ արդյունքներ ունեցանք։ Մոտ 400 մասնակից ունեցանք, 7 համայնքներում իրականացվեց այս դասընթացները։ Նպատակը ներածական գիտելիքներ տալ մեր մարզաբնակ բնակիչներին, տեխնոլոգիաների, միտումների, նոր ծրագրերի, դրանց տարբերությունների վերաբերյալ, որը նպատակ ունի նաև ինչ-որ առումով մասնագիտական կողմնորոշման համար հիմք ծառայել, դեպի տեխնոլոգիական ոլորտ ներհոսք ապահովել եւ ահա այս փորձնական փուլը ավարտելուց հետո մենք ամփոփեցինք եւ հասկացանք, որ ծրագիրը պետք է շարունակվի եւ հիմա ամբողջ Հայաստանով մյուս մարզերում այս ծրագիրը նոր մարզեր են ընտրված։ Նոր մարզեր, մյուս նոր մարզերը առաջիկայում մենք կհայտարարենք մրցույթները եւ ուսումնական կենտրոնները կկարողանան դիմել մրցույթի համար, որպեսզի իրականացնեն այս դասընթացները եւ մեր բոլոր մարզաբնակ երիտասարդներին եւ ոչ միայն կոչ ենք անում ակտիվորեն հետեւել եւ մասնակցել այս դասընթացներին։ Ճիշտ է, մենք կփորձենք մի քանիսին անդրադառնալ եւ մեր հիմնական նպատակն էլ հենց դա է, բայց ամեն դեպքում շատ-շատերին կհետաքրքրի, մեր հեռուստատեղների մասն է խոսքը գնում, ինչպես կարող են եւ որտեղի կարող են այցելել, ավելի մանրամասն ծանոթանալու եւ հայտեր ներկայացնելու։ Մենք պարբերաբար թարմացնում ենք տեղեկատվությունը մեր սոցիալական հարթակներում, բայց սոցիալական հարթակներից զատ աշխատում ենք նաև բուհերի հետ, աշխատում ենք կոնկրետ ընկերությունների հետ, որպեսզի նրանք եւս իրենց խողովակներով տարածեն տեղեկատվությունը։ Ինձ թվում է հենց կոնկրետ այս ծրագրի վերաբերյալ բուհերն ամենամեծ հիմնական կետերն են, բուհերի հետ սերտ համագործակցում ենք, որպեսզի կարողանան ծրագիրը հանրայնացնել նաև իրենց խողովակներով եւ արդեն կարողանում են այս կերպ հայտերի հավաքագրում ունենալ։ Նախորդ տարի հետաքրքիր է, որ նախորդ տարի, երբ մենք ամփոփում էինք այսպես արդյունքները, մի քանի հարցազրույց կազմակերպել էինք կոնկրետ մասնակիցների հետ, շատ հետաքրքիր արդյունքներ են ունեցել ու երեխաները այտենց փայլուն աչիկներով, որ ասում են շատ լավ ծրագիր էր կամ մենք տեխնոլոգիական այնպիսի գիտելիքներ ենք ստացել, որ երբևէ չէինք պատկերացնում, որ հենց սա տեխնոլոգիաներ են, կամ որ ես ոլորտով հետաքրքրված եմ արվեստով, բայց կկարողանամ տեխնոլոգիական այս գիտելիքներն օգտագործել նաև այդտեղ, մեզ դա ցույց է տալիս, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Երբ խոսում ենք տեխնոլոգիական հմտությունների մասին, կարծես մի պահ վերացական է թվում, թե ինչի մասին է խոսքը, բայց երբ հասնում ենք գաղափարից բիզնեսին, այս հաջորդական քայլերով նպատակին հասնելուն, արդեն հասկանում ենք, որ այն կիրառելի է։ Որ ոլորտներն են հատկապես թիրախավորված։ Որպես այդպեսին մենք թիրախ չենք դնում, քանի որ ինչպես իմ խոսքի սկզբում նշեցի, տեխնոլոգիաներն ամենուր են, մենք որպես այդպեսին չենք հստակեցնում, թե որ ոլորտի մասնագետները կամ որ ոլորտի ստարտափները կարող են դիմել ծրագրին։ Ընդհանրական հիմնականում մենք զգում ենք, որ ոլորտներն են, այսպես ասած, առանձնանում, օրինակ նախորդ տարի մեր ներուժ ծրագրին հիմնականում առողջապահական ոլորտի ստարտափներն էին հաղթող ճանաչվել։ Այսինքն առաջարկ պահանջարկը նաև ձևավորում հենց ինքը ոլորտը։ Մեր նպատակը հիմնականում, որ ստարտափը լինի տեխնոլոգիական լուծումներով եւ նորարարական։ Թե դա կվերաբերվի գյուղատնտեսական, կրթական, առողջապահական, որևէ նշանակություն չունի, որովհետեւ իմ գործընկերուհին նշեց, որ բոլոր ոլորտներում են տեխնոլոգիաները եւ տեխնոլոգիաները այն ուզենք չուզենք, այո, շարժիչ ուժն են, որ մեր այո արդյունաբերությունը, այսպես ասած, պետք է առաջ մղի եւ հետեւաբար մեզ համար շատ կարեւոր են, որ բոլոր ոլորտներում էլ լինեն տեխնոլոգիական լուծումներով ստարտափներ։ Վերադառնալով գաղափարից բիզնեսին, կարող ենք նշել, որ ոլորտները շատ տարբեր են։ Ֆինանսականից մինչև առողջապահական, տեղեկատվական տեխնոլոգիաներ հենց բուն եւ նաեւ այս տարի լրագրողների համար հետաքրքիր գործիք գաղափարից բիզնեսով տեսանք, սղագրող օրինակ գործիք էր, որը հնարավորություն էր տալիս լրագրողներին իրենց նյութը սղագրել, որի հիմքով արդեն այո, ձայնից տեքստի վերածող, այսպես ասած, տեքստի վերածող ու հենց հայալեզու, այդպիսիները կային ոչ հայալեզու տարբերակով, քանի որ հայալեզու կոնտենտի բացակայությունը մեր մոտ կա, հիմա այդ ստարտափը լուծում է նաև այդ խնդիրը, այսինքն ոլորտները շատ-շատ տարբեր են։
վախենում եմ մեկ-մեկ միևնույնն է լարվում եմ, որովհետև ինչ որ մոտ ապագա մի 20 տարի հետո որ պատկերացնում եմ, թե ինչ է լինելու, դրանից եմ երևի այդ վախերը։ Ինչևէ, բոլոր նորարարական գործիքները գալիս են մեզ ընդհանրապես օգնելու Ռուբեն, նրանք չեն խանգարելու։ Նրանք մեզ կօգնեն, որովհետև վերջի ընթացքում թե արհեստական բանականություն հասկացողությունը, թե տեխնոլոգիաներ հասկացողությունը, ինչ որ շատ sense ակնթարթային արագությամբ են զարգանում։ Մենք դա հասկանում եւ մենք տեսնում ենք նաեւ ախր Թարսիպես էլ ժողովրդի լեզվով ասած մենք էլ այդ ոլորտում ինչ որ կապված է խելքի ուղեղի այդ նորարարական ուղղություն մենք միշտ լավ ենք եղել այդ հարցում հետեւաբար հիմա էլ նպաստում ենք որ ել ավելի լավ արդյունքներ մենք կարողանանք ձեռք բերել վերադառնանք ծրագրերին ինչ միջոցառումներին նաեւ ինչ միջոցառումներ են սպասվելու այդ խոսեցինք գաղափարից բիզնեսի մասին առաջիկայում կհայտարարվի ահա դրամաշնորհային մրցույթը եւ հայաստանյան ստարտափները կարող են դիմել պիտի նշեմ որ արդեն իսկ մեկնարկված է ներուժ ծրագիրը Սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների համահայկական ծրագիրը, այո, մենք խոսել ենք, երևի առաջիկայում էլ առիթներ կլինեն խոսելու։ Նախատեսում ենք հայաստանյան միջոցառումները եւ ակսելերացիոն ծրագիրը իրականացնել սեպտեմբերին, սեպտեմբերի 23-ից 28-ը եւ կրկին ինչպես անցյալ տարի, այս տարի եւս նախատեսում ենք միջազգային ակսելերատորի, այսպես ասած, մասնակցություն ծրագրում ունենք բուհ մասնավոր համագործակցության ծրագրի շրջանակում 3 հակաթոն տեխնոլոգիական, ուսանողական եւ թեմատիկ հակաթոններ, որոնց մասին իհարկե տարվա ընթացքում կհայտարարվի եւ մեր ուսանողները եւ շահագրգիռ կողմերը կմասնակցեն եւ իրականում նաեւ ծրագրերին են քիչ գումար չի հատկացված նաեւ պետության կողմից, որովհետեւ դա էլ է նպաստում ու փաստում այն կարևոր հանգամանքը, որ նույն բացի ձեր խոսքերից նաև նկատի ունեմ գործողություններում էլ այդ փաստը կա որ ինչքան մեծ է ուշադրությունը եւ նաև դա էլ է ոգևորող հանգամանք դառնում շարժիչ ուժ դառնում երիտասարդության շրջանակներում որովհետեւ նրանք ել ավելի ակտիվ լինեն ու կարողանանք իրոք մենք ունենք այդ բոլոր հնարավորությունները մեծ արդյունքներ գրանցելու ներողություն խնդրում իմիջիալից մի կարևոր ծրագրի մասին եւս որը միջազգային ակսելերատորի մուտքն էր Հայաստան առաջին անգամ 24 թվականին մենք ունեցանք միջազգային ակսելերատոր, որը հայաստանյան 20 ստարտափների համար իրականացրեց ակսելերացիոն ծրագիր, ահա այս ծրագիրը մենք անպայման այս տարի եւս շարունակելու ենք։ Վերջին տարիներին իսկապես բավական միջազգային միջոցառումներ բերում են Հայաստան եւ գիտուժ եւ տեխնոլոգիաներ եւ բարձր դառնում այսպես փաստացի, որ մենք էլ հետաքրքիր ենք աշխարհին։ Այ որտեղում ենք մենք այս առումով եւ որքան է հետաքրքրված միջազգային շուկան, միջազգային ասպարեզը հայկական ներուժով։ Նախարարությունը նաև ցուցահանդեսների է մասնակցում միջազգային, ինչպես գիտեք, այս տարի արդեն 2 միջազգային ցուցահանդեսի հասցրել ենք մասնակցել, մեկը IDEX միջազգային ցուցահանդեսներ, մյուսը MWC միջազգային ցուցահանդեսներ, եւս 3 ցուցահանդեսի նախատեսում ենք մասնակցել։ Այստեղ կարող ենք փաստել, որ հայաստանյան տաղավարի շուրջ հետաքրքրությունը շատ մեծ է։ Դա կապված է թե մեր ներուժով, կապված է թե մեր մասնակցության ցուցանիշներով, թե մեր ունեցած այն տաղանդներով, որոնք այստեղից մեկնում են այնտեղ եւ միասնական տաղավարով ներկայացվում են։ Այնպես որ մենք պահանջված ենք աշխարհում, մենք տեսանելի ենք նաեւ աշխարհում եւ այն մեր երազանքը, որ Հայաստանը շուտով կդառնա տեխնոլոգիական հաբ, իմ կարծիքով իրատեսական է։ Միջայց սրա մասին է խոսում այն մենթորները, որ մեր միջազգային ակսելերատորի շրջանակում գալիս են Հայաստան եւ աշխատում են մեր ստարտափների հետ, ինչ ոգևորությամբ եւ ինչպես են իրեն գնահատում մեր տեխնոլոգիական էկոհամակարգը, որ մեզ համար շատ կարեւոր է եւ մենք թերևս մեկ թերագնահատում ենք մեր էկոհամակարգը եւ բայց բարձում է որ բավականին եւ ստարտափ համակարգն է այստեղ զարգացած եւ նաեւ տեխնոլոգիական միտքը որը Այս միևնույնն է մենք աճելու տեղ ունենք միանշանակ եւ այդ պատճառով է որ մենք ներուժ ծրագիր ենք անում որ այդ տեխնոլոգիական միտքը մշակույթը այո մեր համազգային ներուժը նաեւ այս ոլորտում ի նպաստ Հայաստանի եւ ոլորտի ծառայեցնենք ծրագրերը թույլ են տալիս մեզ մեր ձեռքը զարկերակին պահելու տեխնոլոգիական ոլորտի, որ մենք հասցնենք այդ արագ զարգացող տեխնոլոգիաների հետևից
փոխել նաև մեր էկոհամակարգը։ Մենք էլ ուշով կհետևենք այդ նորարարություններին եւ գրանցվող աճին ու պարբերաբար հետաքրքիր ձեր ծրագրերը կլուսաբանենք մեր եթերում։ Շնորհակալություն, հաջողություն ենք մաղթում։ Մինչ նոր հանդիպում։ Շնորհակալություն ձեզ լավ օր, իսկ մենք շարունակում ենք երաժշտությամբ։ Դադարից հետո կվերադառնանք ու կզրուցենք։